Հայաստանում կա 500,000 թոշակառու, որից 385,000-ը տարիքային։ Հայաստանում նվազագույն թոշակը կազմում է ընդամենը 36,000 դրամ, իսկ միջին թոշակը 49,000 դրամ։ Ակնհայտ է, որ այս թվերը հեռու են արժանապատիվ ծերություն ապահովելու համար։ Նման փոքր ծավալի թոշակով մեր կենսաթոշակառուները ընդհանրապես ի վիճակի չեն իրենց առօրյա ծախսերը հոգալ, այսինքն առնվազն ստացվում է, որ միայն կարողանում են կոմունալ, որոշակի նաև սննդի հարցեր կարգավորել։ Վերջին շրջանում իհարկե շատ է խոսվում թոշակների բարձրացման մասին, որը միանշանակ արդարացի է, սակայն որն է մեր մոտեցումը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում կենսաթոշակառուներին տրվող թոշակների համակարգը բավականին բարդ է եւ բավականին տարբերակված է, ինչպես նշեցի, կա 36,000 նվազագույն կենսաթոշակ եւ նույնիսկ 100,000 դրամից ավել կենսաթոշակ ստացող քաղաքացիներ կան, որի արդյունքում ձևավորվում է այդ միջին 49,000 դրամը։ Մեր մոտեցումը ոչ թե այն է, որ թոշակները պետք է բարձրանան 50%-ով, 2 անգամ, 3 անգամ, այլ մեր մոտեցումը այն է, որ պետք է հստակ սահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ, որը պետք է կապված լինի սպառողական նվազագույն զամբյուղի հետ։ Սպառողական նվազագույն զամբյուղը այս պահին կազմում է մոտ 82,000 դրամ, այսինքն սա մոտավորապես այն գումարն է, որը մեկ անձի հնարավորություն է տալիս այդ նվազագույն ծախսերը սննդի եւ կենցաղային, այսինքն ընդհանուր սպառմանը մեկ ամսվա ընթացքում կատարել, որը ինչպես տեսնում ենք, 1.5 անգամից ավել շատ է, քան միջին կենսաթոշակը, ել չեմ ասում նվազագույն կենսաթոշակից նույնիսկ 2 անգամ է ավել։ Այսինքն մենք առաջարկում ենք, որ նվազագույն կենսաթոշակը պետք է լինի սպառողական նվազագույն զամբյուղի չափ 82,000 դրամ, նոր դրանից վերև կենսաթոշակները բարձրացեն։ Սա նաև կլինի ավելի արդյունավետ, որը հնարավորություն կտա ավելի ցածր կենսաթոշակ ստացողներին, ովքեր աղքատության հատվածում են գտնվում, դուրս գալ աղքատության շեմից եւ առանց պոպուլիստական այդ ուղերձների մի քանի անգամ թոշակը բարձրացնելու, նաև ակնհայտ է, որ բյուջետային սահմանափակումներ կան, այսինքն չկան բավարար գումարներ, որ մի անգամից մի քանի անգամ կենսաթոշակը պետք է բարձրանա, եւ երբ որ մենք գնում ենք կենսաթոշակի նվազագույն բարձրացման ճանապարհով, դա հնարավորություն է տալիս ավելի սահմանափակ գումարներով ապահովել մեր կենսաթոշակառուների համար արժանապատիվ կենսաթոշակ։